Չնայած Հալեպում առկա դժվարություններին, անգործությանն ու սղությանը, Հայաստանում գտնվող սիրիահայերի մի մասը հետ է վերադառնում Հալեպ։ Սիրիայի կառավարությանը պատկանող սիրիական ավիաուղիների տվյալներով այսօր Հալեպ մեկնեց 50 ուղևոր, իսկ Հալեպից Հայաստան ժամանեց մոտ 3 անգամ ավելի ուղևոր։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցներում մեկնող հալեպահայերը գիտակցում են, որ մեկնում են ռմբակոծությունների, պայթյունների ու վտանգների կենտրոն, բայց այլ ելք չունեն, ասում են նրանք։ 2 ամիս է հոս էինք, շատ լավ ժամանակ անցուցինք, հանգիստ ստացանք, երտանք նայինք, եթե շատ վատ է, ետ պիտի կա, երբ որ վտանգը շատ լա, եւ գրնանք բամը ծախել անդեղ, որ հոս կանք պերուշանչել լա։ Ուզում եք տուն ծախել։ Այո, ուզում ենք։ Բայց գնոջ կա։ Գնող չկա։ Ես կինով գնող չկա։ Անորոշության մեջ ենք, անոր համար չենք գնալ, որ որոշում արվեն, պետք է ետքանք, պետք է երտանք, պետք է մնանք, անորոշություն է։ Լորեն Բադգալյան Վասիլը 15 օր անցկացրեց Հայաստանում, ասում է, որ երեխան գոնե այս կարճ ժամանակահատվածում հանգստացավ կրակոցների ու պայթյունների ձայներից։ Իսկ ինչ փոխվեցան մեր դրամատրությունները լավացավ, երեխանը սկսավ վախնալու ձայները Այսինքն քիչ մկան փոխվենք եւ քաղաքացիություն առնենք յետերտան։ Անտուանետ Բաղդասարյանը Հայաստանում 3 ամիս մնալուց հետո Հալեպ էր մեկնում ամուսնու մոտ։ Կինն ասում է, որ հալեպահայերը Հայաստանի կառավարությունից օգնություն են ակնկալում հատկապես քանդված տների նորոգման հարցում։ Ամենակարևոր բանը ան որ դուները քանդվեցավ, ադոնց օգտակար լան եւ իրենց դուները շինեն շինարարության համար, քոնե բնագին իրենց դունին մեջ։ Կարևորը ան է հաց ուդելը թյուրին է։ Ես կուդամ անի կուդա ան որ ունևոր է գուդան մենք օգնության խաչ ունենք քոն որ շատ օգտակար գլա բարի կորձագանը գա որ շատ լավ օգտակար գլա ուդելիկը խմելիկը գուդա բայց որ ուր դեղեն ադմեծ կումարը վիթբերը որ շինարարությունը ընե Հալեպ մեկնողները դժգոհում էին ինքնաթիռի տոմսերի գների թանկացումից արդեն 1 ամիս է սիրիական ավիաուղիները մոտ $100 թանկացրել է տոմսերի գինը պայմանավորված օդային ճանապարհի փոփոխմամբ Թուրքիայի արգելքից հետո Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռն անցնում է Իրաքի օդային ճանապարհով ինչի պատճառով թռիչքի տևողությունը ավելացել է մոտ 3 անգամ